Բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող ձեր օջախներից լավ լուրերը անպակաս լինեն, թող ձեր օջախներից անպակաս լինի երջանկությունը, խաղաղությունը և օրհնությունը, սիրելիներս։ Մեր տրամադրությունը եղանակի նման է, մեկ տեսնում ես տխրում ենք, մեկ տեսնում ես ուրախ ենք, մեկ էլ շատ հուզված։ Ցանկանում եմ, որ բոլորիդ օջախներում լինի ուրախ տրամադրություն, տաք և արևոտ տրամադրություն, մի տխրեք հարազատներս, միշտ եղեք ուրախ։ Չնայած տխրությունը անկախ մեզանից է գալիս, բայց չեմ ցանկանում, որ ոչ ոք տխրի։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, իմ լավ հարազատ դարձած յուտուբյան ընտանիք։ Բոլորիդ հետ բարևեցի, իսկ հիմա այսօր որոշել եմ պատրաստել ցլիկի պոչով և տավարի մսով խաշլամա։ Բերել եմ բոլոր բաղադրիչները, հիմա մի լավ կլվանամ, բերել եմ սխտոր, կծու քաղցր պղպեղ, լոլիկ, սոխ, կարտոֆիլ։ Հիմա հերթով կմաքրեմ, կլվանամ և միասին կպատրաստենք։ Հիմա կսկսեմ սոխը մաքրելուց։ Ցլիկի պոչը 3 ամբողջ օրը մնացել է ջրի մեջ, որդիս լավ լվացել է, մասերի է բաժանել, այսօր էլ նորից ես թողել եմ ջրի մեջ, լավ լվացել եմ, լցրել եմ քամիչի մեջ, որպեսզի քամվի։ Իսկ տավարի միսը կպատրաստեմ կարտոֆիլով, պղպեղով, լոլիկով և սոխով։ Ցլիկի պոչը միայն սխտորով, շատ սոխով, կծու քաղցր պղպեղով և լավրորիսով, կլոր սև պղպեղով, առանց կարտոֆիլի։ Հիմա մաքրեմ սոխը, կարտոֆիլը, պղպեղը, լոլիկները, նոր կանցնեմ պատրաստմանը։ Կարտոֆիլն էլ մաքրեցի, հիմա պղպեղն եմ մաքրում։ Մաքրած կեղևներն էլ կտանեն հավաբուն, հավերին կլցնեն։ Ոնց էի կարոտել իմ խոհանոցին, ճիշտ է, տալս էլ խոհանոց ուներ, տաք ջուր, սառը ջուր, բայց շատ փոքր էր, ինձ համար հարմար չէր, դե ես իմ խոհանոցն եմ արդեն սովոր։ Հիմա կծու պղպեղներն էլ լվանամ, նոր անցնեմ լոլիկներ։ Կծու պղպեղի կորիզները չեմ հանելու, ամբողջական եմ դնելու։ Հիմա այլ լոլիկները լվանամ առատ ջրով, սովորել ենք արդեն առատ ջրով աման լվանալ, բանջարեղեն լվանալ, գիտի մութ ու խավար տարիները, որ լույս չկար, ջուր չկար, սիրելիներս կրում բերում էինք, որ երեխա լողացնենք, ճաշ եփենք, վերջացրեցի լվացի։ Բոլոր բաղադրիչները մաքրեցի, լվացի, պատրաստ են, հիմա պետք է կտրատեմ։ Պատրաստելու եմ ցլիկի պոչով, սոխով, լոլիկով, կծու պղպեղով, քաղցր պղպեղով խաշլամա և տավարի մսով, կարտոֆիլով, լոլիկով, բանջարեղեններով, շարովի խաշլամա։ Երեխաները ցլիկի պոչը չեն ուտելու, դրա համար որոշեցի
մի քիչ էլ երեխաների համար տավարի մսով պատրաստել։ Դե հիմա սկսենք կտրտել։ Հիմա ցույց եմ տալի մաքրած արդեն բանջարեղենները։ Սկսեմ սոխից։ Սոխը շատ եմ վերցրել, որովհետև ցլիկի պոչի համար բավականին շատ սոխ է հարկավոր եւ սխտոր։ Եվ տավարի մսի համար էլ է հարկավոր խաշլամայի։ Երկու ամանով կդնեմ, մեկ ամանը կլցնեմ ցլիկի պոչի վրա, մեկն էլ խաշլամայի։ Սիրելիներս, ես էլ իմ մեծ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ ձեր լուսավոր, բարի գրառումների համար, ջերմ խոսքերի համար, ձեր կամեցողության համար։ Մենք մեկս մեկին չճանաչելով դարձանք հարազատ, մեկս մեկի հանդեպ հոգատար։ Սիրում եմ ձեզ, գրկում եւ համբիրում եմ բոլորիդ։ Սոխը վերջացրեցի, հիմա կտրտում եմ լոլիկները։ Ծայրի մասը եւ գլխի մասը հանում եմ։ Վերջացրեցի լոլիկը, այս երկու կծու պղպեղը դնեմ ցլիկի պոչի խաշլամայի համար, իսկ քաղցրները կտրտեմ։ Քաղցր պղպեղն էլ վերջացրեցի, հիմա սխտորն եմ կտրատում։ Բավականին շատ եմ վերցրել սխտոր։ Սխտորը, կարտոֆիլը, լոլիկը, պղպեղը, սոխը, բոլոր բաղադրիչները։ Պոչը լավ լվացել եմ, լցրել եմ ցանցի մեջ, լավ ջրքանվել է։ Հիմա արդեն կսկսեմ առաջինը պատրաստել ցլիկի պոչը, նոր տավարի մսով, կարտոֆիլով խաշլաման։ Ավելացնելու եմ դափնուտերև, սև կլոր պղպեղ։ Հիմա սկսենք հավաքել։ Խորը տապակ եմ դրել, տապակի մեջ հիմա կլցնեմ առաջին հերթին համ սպիտակ սոխ, համ կարմիր սոխ, առատ սոխով են եփում պոչը։ Հիմա կավելացնեմ սոխի վրա, երկու կես կանեմ լոլիկը, այսպես հակառակ կողմից, որ եփելուն ջրային նյութային մասը դուրս տա։ Վերնի վրա։ Ոչ տոմատ, ոչ կարմիր պղպեղ, ոչինչ չեմ ավելացնելու։ Լոլիկի վրա հիմա կավելացնեմ առատ սխտոր։ Կավելացնեմ քաղցր պղպեղ։
Հիմա կավելացնեմ սոխի, լոլիկի և պղպեղի վրա մի քիչ աղ։ Կշարեմ պոչը, տեսնում եք ինչ ընտիր մսոտ պոչ է։ Հերթով շարում եմ։ Երբևիցե չեմ կերել և համնել չգիտեմ, ու չեմ էլ ուտելու, չեմ սիրում, չեմ համ տեսել, միգուցե համ տեսեմ դուրս գա, բայց չեմ կարող ուտել։ Բավականին էլ շատ է։ Մտածում եք կաթսան տեղ չանի, հա ազի բավականացրեց։ Հիմա աղ կլցնեմ, մսի վրա լավ կաղեմ։ Հիմա էլ ավելացնում եմ դափնու տերև, մի քանի հատիկ։ Ավելացնում եմ մի քանի հատիկ կլոր սև պղպեղ։ Նորից լոլիկ կդնեմ, այս անգամ չեմ կիսելու վերևի մասում, հենց ամբողջական եմ դնել։ Վերջի շերտն էլ կլցնեմ սոխը։ Հազիվ դասավորեցի, հազիվ տեղավորեցի, վերջում կծու պղպեղը, կհամեմեմ աղով, բերանը կծածկեմ, կթողնեմ, որ մի քիչ համեմվեն բոլոր բաղադրիչները իրար, մինչև կպատրաստեմ տավարի մսով կարտոֆիլով խաշլաման։ Հիմա սկսում եմ պատրաստել շարովի խաշլաման տավարի մսով, կարտոֆիլով, բանջարեղեններով և կանաչիով։ Կաթսային դրել եմ գազօջախին, բայց չեմ վառել, լցնում եմ սոխը առատ։ Լցնում եմ առատ պղպեղ, կտրում եմ կլոր շրջանաձև լոլիկ, բանջարեղենները կհամեմեմ մի քիչ աղով, մի փոքր թարմը կանաչի կկտրատեմ, լոլիկի կանաչի վրա կավելացնեմ տավարի միսը։
Այսպես հերթով բոլորը կշարեմ, նորից կհամեմեմ աղով, մսի վրա կավելացնեմ սոխը և կարտոֆիլ։ Նորից կլցնեմ մի փոքր աղ, կտրտած քաղցր պղպեղները, մնացած սոխը և լոլիկները։ Վերջում կտրատում եմ թարմը կանաչին, համեմ, ռեհան մի փոքր էլ մաղադանոց։ Վերջ, բերանը ծածկեմ, մի քիչ մնա նոր կեփեմ, կհանդիպենք եփելուց հետո սիրելիներ։ Դնեմ գազօջախին, մի քիչ հետո կեփեմ, տեսնում եք ինչ լավ ընտիր ստացվեց, կհանդիպենք արդեն եփելուց հետո սիրելիներս։ Այո, ճիշտ լսեցիք, ձայներ է գալիս, հյուրեր ունենք, Ալայի ընտանիքն է եկել և աղջկաս ընտանիքը, թոռներս, բոլորը հավաքվել են սիրելիներս, մեր խաշլաման էլ երկու տեսակի ցլիկի պոչով և շարովի խաշլաման էլ արդեն պատրաստ է, շատ անուշ բուրում է և շատ համեղ է սիրելիներս, պատրաստեք այս տարբերակով և վայելեք, անուշ արեք, ուզում եմ ձեզ ասել կրկին անգամ շնորհակալ եմ իմ ալիքին հետևելու և գեղեցիկ մեկնաբանություններ գրելու համար, իմ հարազատ դարձած յութուբյան ընտանիք, շատ անուշ բուրում է, սա էլ ցլիկի պոչով խաշլաման է, դա էլ է այս տարբերակով շատ համեղ է, պատրաստեք սիրելիներս, չեք փոշմանի, ստացվեց շատ համեղ, տեսնում եք, 3 ժամ եփել եմ, հալվում է, ընտիր է, տեսքը ընտիր, համը ընտիր, այսքանով սիրելիներս ավարտում եմ այս համեղ հոլովակը, մաղթում եմ ձեզ, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։ Վայ չուտողին, պահ, համեցեք սիրելիներս, մեծ սիրով կընդունեմ բոլորիդ, համեցեք, մեր սեղանից օգտվեք։